Հայաստանի Հանրության ազգային ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Մինչև բուն նյութիս անցնելը պիտի ներողություն խնդրեմ եւ անպայման անդրադառնամ մեր ընդդիմադիր գործընկերների բարձրացված հարցերին, որովհետեւ կարծես մի պահ կորցնում ես հոգեկան առողջությունը եւ պիտի անպայման մշտապես արձագանքել եւ ցույց տալ իրականությունը։ Եվ այսպես, բավական է, սիրելի գործընկերներ, պաթոսախեղդ, կոգնիտիվ դիսոնանս առաջացնող ձեր թեզերով շեղեք մեզ եւ հանրությանը, չի հաջողվելու։ Ապօրինի գույքի բռնագանձման, Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության եւ ազատության դեմ տարվող հիբրիդային պատերազմի դեմ պայքարում հայ ժողովուրդը շատ լավ էլ համախմբված է եւ իշխանություններն էլ տանելու են այդ պայքարը անշեղորեն։ Բավական է ամեն օր Հայաստանի անվտանգությունը, անկախությունը եւ քաղաքացիներին թիրախավորելով գորգորակ թիրախավորման մասին։ Շատ ճիշտ այստեղ չեն մեր գործընկերները, բայց ես շատ լավ հիշում եմ, ինչպես խելագարված հողմերի պես մտակ սենյակս, պատրեցիք զոհված զինծառայողների նկարները, որոնց շարքում նաև եղբայրս էր, շպրտեցիք վրաներս, վիրավորեցիք, սպառնացիք եւ ձեր պարտքը ձեր ղեկավարների նկատմամբ կատարած դուրս գնացիք։ Որևէ մեկը հայ առաքելական եկեղեցուն չի թիրախավորում, մեր ազգային արժեքները չի ոտնահարում, այլ կոնկրետ անձանց կոնկրետ հարց է ուղղվել եւ գծվել են սահմաններ, որ կեղծիքը, փարիսեցիությունը չպետք է տեղ ունենան մեր երկրում, այդ թվում եւ եկեղեցում։ Իսկ Հայաստանի Հանրապետության դեմ գործող ցանկացած անձ պիտի համարժեք պատասխան ստանա։ Տիկին Ախամոյան, մենք ժողովրդից մի բան ենք ուզել, միշտ, եւ ի տարբերություն ձեր ղեկավարների մի քանի անգամ ստացել ենք։ Դա վստահության քվեն է։ Կառուցելու մեր երկրում պետականություն, խաղաղություն, անվտանգություն, առողջապահություն, կրթություն եւ այլն։ Եվ բավական է, նորից եմ կրկնում, մեզ տանեք ձեր ծուռ հայելիների աշխարհ։ Պալատ համար 6 Չեխովյան։ Մենք մեր կուռ տրամաբանությամբ հարցեր առաջադրելու եւ նաեւ տրամաբանական պատասխաններ ստանալու հստակ մոտիվացիայով առաջ ենք գնալու։ Այսքանը այս մասով։ Հիմա անցնեմ առողջապահության մասով մեր բյուջեին։